Շուտով Հայաստանում ընտրություններ են, բայց հարցը միայն այն չէ, թե ով է հաղթելու, ավելի խորքային հարցը այն է, ինչի է ծառայելու այդ հաղթանակը։ Եթե ընտրությունները ընկալում են որպես մի օր, մեկ քվեարկերտիկ, մեկ հաղթող ու մեկ պարտվող, ապա դրանք դառնում են ձևական գործընթաց։ Քաղաքացին ընտրում է, հետո 4-5 տարի լռում է։ Իշխանությունը գործում է, հետո կրկին վերադառնում է ժողովրդի առաջ, արդեն կատարվածի հաշվետվությունը չտալով։ Սա ընտրություն չէ, սա պատասխանատվության փոխանցում է առանց վերահսկողության։ Իրականում պետք է լինեն ոչ թե ավարտ ընտրությունները, այլ սկիզբ քաղաքացու մասնակցության, վերահսկողության և համատեղ որոշումների կայացման։ Եթե ընտրություններից հետո քաղաքացին չունի մեխանիզմ հարց տալու, որոշում կայացնելու, առաջարկելու, վերահսկելու ու ազդելու, ապա անկախ նրանից ով է իշխանությանը, համակարգը մնում է նույնը։ Հայաստանում տարիներ շարունակ խնդիրը անձերը չեն եղել, խնդիրը եղել է մոդել, որտեղ իշխանությունը կենտրոնացված է վերևում, իսկ քաղաքացին ներքևում է որպես դիտորդ, ոչ թե սուբյեկտ։ Այս ընտրությունները այդ պատճառով դառնում են խաշմերուկ։ Կամ մենք կրկին ընտրում ենք դեմքեր, հույսով, որ այս անգամ ավելի լավը կլինի, կամ սկսում ենք պահանջել համակարգային փոփոխություն, մասնակցային ժողովրդավարություն, բաց որոշումների կայացում, իրական հաշվետվողականություն։ Եթե այս ընտրությունները չուղեկցվեն քաղաքացիական գիտակցության աճով, եթե չհասկանանք, որ իշխանության աղբյուրը ոչ թե կուսակցությունն է, այլ քաղաքացին, ապա ցանկացած հաղթող վաղ թե ուշ կդառնա նույն համակարգի կերի։ Ուստի հարցը սա է. մենք ընտրությունների՞ն ենք գնում, թե պետական հասունացման փուլ ենք սկսում։ Քվեարկելը կարևոր է, բայց դրանից հետո չլռելը ավելի կարևոր։